Գլխավոր դատախազից պահանջում ենք անաչառ քննություն, թույլ տալ Դավիթի բուժումը անցկացվի տանը եւ իր ընտանիքի հոգատարության ներքո։ Սաիդա Պողոսյանի 4 երեխաներին առաջիկա օրերին կխնամեն հարազատները, իսկ ինքը չնայած անձրևին ու ցրտին նստացույց կանի դատախազության դիմաց։ Այսօր Դավիթն է, վաղը մենք մեր յուրաքանչյուր երեխա կարող է հայտնվել իրավիճակում եւ մենք էլ ապահովագրված չենք։ Նստացույցով նրան գլխավոր դատախազից պահանջում են ազատ արձակել Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո մեղադրյալ դարձած 18-ամյա պատանուն։ Հա, շատ ցուրտ է, բայց ես ինձ ամեն վարքյան պատկերացնում եմ Դավիթի մայրիկի տեղում։ 2 շաբաթ առաջ Սուրբ Աննայում Ծաղկազարդի պատարագը վերածվեց քրեական գործի։ Վարչապետի չհայտարարված այցը եկեղեցի ավարտվեց Դավիթ Մինասյանի ու երկվորյակ եղբոր Միքայելի, ինչպես նաև նրանցից քիչ հեռու պատարագին մասնակցող հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանի ձերբակալությամբ։ Քննչականը վարչապետի անվտանգության աշխատակիցների հրմշտոցի դեմ բողոքած ու ձեռքը վարչապետի ուղղությամբ բարձրացրած Դավիթին մեղադրում է խուլիգանության եւ պաշտոնյայի նկատմամբ բռնության, եղբորը օժանդակելու, իսկ Գևորգյանին այս ամենը կազմակերպելու հոդվածներով։ Եկեղեցու կադրերում երևում է, թե ինչպես է Փաշինյանի համար ճանապարհ բացող թիկնազորը հրմշտում մարդկանց, ինչ որ մի պահի անվտանգության աշխատակիցը բռունցքով հարվածում է Դավիթին, վայր գցելով նրան։ Փաստաբանների պնդմամբ այս հարվածից ավագ դպրոցի աշակերտը ուղեղի ցնցում եւ փակ գանգուղեղային տրավմա է ստացել։ Դավիթը 1 շաբաթից ավելի է բանտից տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում է ստանում։ Միջադեպից 15 օր անց էլ քննչականը չի բացահայտում, արդյոք քննում է անվտանգության աշխատողի հարվածի դրվագը։ Նստացույցի մասին Facebook-ով ամեն դեպքում 18 տարեկան երեխա է եւ վատառողջ, իրան փորձել են ինչ-որ հրել, թե ինչ անել, ինքն էլ պատասխանել է։ Նստացույցի մասնակից Մարիան Ազարգարյանը չի ճանաչում երկվորյակ եղբայրներին, ինքն էլ նույն տարիքի տղա ունի, այդ հասակում բոլորն էլ մի քիչ տաքարյուն են, ասում է կինն ու իշխանություններին խնդրում տարբերել իրական հանցագործներին։ Ես համարում եմ, որ իշխանությունները պետք է այնքան հմուտ լինեն, որ եւ մեծահոգի, որ տարբերեն իրական հանցագործներին։ Նուբար Դանիելյանը նկատում է, Դավիթն ու մյուս պատանիները պարտավոր չէին իմանալ, թե պատարագի կեսից ով է մտնում եկեղեցի եւ ինչու են քաղաքացիական հագուստով տղամարդիկ հրում իրենց։ Բոլորը, մանավանդ մեր անչափահաս երեխաները, պարտավոր չեն դեմքով ճանաչեն, որ թիկնապահներին, չգիտեմ, իրանց ուղղորդողներին եւ նմանապես։ Ու իրանք այդ կարգով իրավունք չունեին։ Մենակ նրա համար, որ երեխան, տղան, չգիտեմ, երիտասարդը չճանաչելով միգուցե ստացվել է, ինչ ստացվել է։ Դավիթը հիվանդություններ ունի, որոնցից 2-ը փաստաբանների խոսքով հենց կառավարության որոշմամբ անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Չնայած դրան դատավորը 2 ամսով կալանավորեց պատանուն, հետո գլխավոր դատախազությունը մերժեց ազատել կալանքից, քննչականն էլ 2 շաբաթում ավարտեց Դավիթի մասով քննությունը։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի համոզմամբ նախաքննությունն արագ ավարտելով կանխվում է ապրիլի 17-ին վերաքննիչի որոշմամբ պատանուն ազատ արձակելու հնարավորությունը։ Սաիդան ու մի քանի այլ մայրեր այսօրվանից 1 շաբաթ մինչև երեկոյան 8-ը կմնան գլխավոր դատախազության մոտ։ Իրականում շատ լիահույս եմ, որ հնարավորություն կունենանք ազդել իրավիճակի վրա։ Այստեղ միայն նպատակային է, որ շատ մարդիկ ներգրավվեն